Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն նախագահ, գործող իշխանությունը Արցախ վերադարձի հարցը բարձրաձայնելը համարում է հրահրիչ, կոնֆլիկտածին, պատերազմի վտանգը մեծացնող, դուք Արցախից եք, ես եւ Նինան ենք մեկ էլ այստեղ Արցախից, հիմա քանի, այսպես ասած, արցախցիներով հավաքվել ենք, այն էլ Արցախին այսքան մոտ, Արցախ վերադարձ խաղաղ ճանապարհով հնարավոր է միջազգային իրավունքներին համապատասխան եւ դուք ինչպես եք պատկերացնում։ Այո, մեր ծրագրային նաև դրույթներից է Արցախ վերադառնալու իրավունքը դա անբաժանելի իրավունքն է արցախայության։ Եվ ես չեմ համարում, որ սա կոնֆլիկտացին է։ Նույնպես կոնֆլիկտացին չի ցեղասպանության հարցի հետամուտ լինելը ցեղասպանության հարցի ճանաչմանը։ Ուրեմն սա նաև վերջ կա միջազգային դատարանի որոշում կան Եվրո դատարանի հայտարարությունները այդ հարցի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ դա կոնֆլիկտացին է, հակառակը դա բանակցային գործընթացում որոշակի դիրքերի ամրացում է Հայաստանի կողմից։ Այո, հնարավոր է։ Այս պահին ռեալ է թե ոչ, երևի ռեալ չի այս պահին։ Խոսքը պետք է գնա երաշխավորված վերադարձի մասին։ Անվտանգ ավելի ճիշտ ձևակերպում մտամ, անվտանգ վերադարձի մասին, այո, ռեալ է։ Եվ դժվար է դրա դեմ պայքարել իրականում։ Օրինակ Ադրբեջանի համար շատ դժվար է լինելու, ինքը պետք է հիմնավորի, թե ինչու։ Եվ քաղաքացիական պայմանագիրն իր նախընտրական ծրագրում քայլ առ քայլ պատկերավոր նկարագրել է, թե ինչպես է իր ընտրվելուց հետո փոխելու հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսին, տեղապահ նշանակելու։ Բայց մենք տեսնում ենք, որ այս նախընտրական շրջանում քարոզարշավի ժամանակ ոչ մի բառ դրա մասին, կաթողիկոսին փոխելու մասին Փաշինյանը չի խոսում։ Ինչու ձեր կարծիքով։ Այդ հարցի պատասխանը ես իրականում չունեմ։ Ենթադրության մակարդակի վրա կարող եմ ասել հետևյալը։ Հասկացել եմ, որ դա զուտ նախընտրական տեսանկյունից շահավետ մոտեցում չի շատ խոսալի եկեղեցու մասին, նաև հույսը դնում են նրա վրա, որ ծրագիրը շատ մարդ չի կարդում եւ այդ ծրագրից իրենք չեն էլ համարյա խոսում, մենք ենք անընդհատ հիշատակում այդ ծրագրային կետը իրենց մոտ։ Թե ինչի են գրել այնուամենայնիվ ծրագրի մեջ, կարծում եմ սա ինչ որ տեղից հրանք են ստացել, որովհետեւ ուրիշ ողջամիտ ռացիոնալ բացատրություն այստեղ ես չեմ տեսնում։ Ինչ որ մեկին փորձում են համոզել, որ ինչ որ բան անելու են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հիշեցնեմ, հարձակումը սկսեցին, երբ վեապարը Արցախի հարցի վերաբերյալ դրսում Շվեյցարիայում եթե չեմ սխալվում, համապատասխան մեծ ժողովի ժամանակ ուղղակի հնչեցրեց։ Ուրեմն ինքը մի կողմից դա շատ հրապարակային չի ուզում դարձնի, որ նախընտրական, այսպես ասենք, տրամադրությունների վրա չազդի, բայց ծրագրում գրել են, որ ցույց տալու համար, որ գիտեք, ես այնուամենայնիվ իմ ծրագրում սա կա։ Ուրիշ բացատրություն այդ չկա։